Նրան տապանում հյուրընկալել եմ Միտք վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանին։ Տիկին Դալաքյան, շնորհակալ եմ հավելությունելու համար։ Մեր հարցազրույցը սկսենք Գյումրիում եւ Փարաքար համայնքում տեղ ունեցած թիմ ընտրություններից։ Փարաքարում, ինչպես արդեն գիտենք, հաղթանակ է տարել ընդդիմադիր տեխնացուն, ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչն է եւ Միասնություն դաշինքի տեխնացուն, իսկ Գյումրիում որևէ քաղաքական ուժ մեծամասնություն ձայների չի ստացել։ Ինչ վերլուծություն ունեք թե նախընտրական շրջանի հետ կապված, որին մենք ականատես եղանք, թե ընտրական process-ի եւ թե արդյունքների հետ կապված։ Ես վստահ եմ, որ սա նախերգանքն է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ, եթե իհարկե իշխանությունը չգնա արտահերթ ընտրությունների, կարծելով, որ գնալով իր ձայները եւ իր վստահությունը նվազում են, որովհետեւ ինչքան էլ ասում են Գյումրիում ավելի շատ ձայն են հավաքել, քան նախորդ ընտրությունների ժամանակ, մի բան ակնհայտ է, մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը, որոնք ներկայացնում են նախկին իշխանություններ իրենց տեխնացուներով, ժողովրդի մոտ սկսում է ոչ թե վստահություն հավաքել, այլ հակառակ ռեակցիան է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանի ընտրեցին մերժելով Սերժ Սարգսյանին։ Նիկոլ Փաշինյանին բոլորը գիտեին, այնպես չի որ նա միշտ շատ բարձր հեղինակություն է ունեցել, հիշում ենք, պատգամավոր էր ուզում ընտրվել, չէր կարողանում։ Ուղղակի Սերժ Սարգսյանի դեմ լինելով ընտրեցին Նիկոլ Փաշինյանին։ Հիմա հակառակ process-ն է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանին դեմ լինելով ընտրում են նախկին իշխանություններին։ Իհարկե այդպես համատարած չի, ինչպես 18 թվականին, բայց սա իշխանությունների սխալն է։ Մենք գիտենք ովքեր են նախկին իշխանությունները, բայց անընդհատ գալ, եթերում ասել ձեր պապան, դուք դղյակներ ունեք եւ վերջ։ Ժողովուրդը հիասթափվում է, չէ՞, բոլորը հասկանում են, որ սա շոու է ընդամենը։ Իհարկե կարող է վատ ավարտվել շոուն եւ իրենց համար եւ մեր պետության, բայց եթե 7 տարի իշխանության եք եւ եթերում ասում եք արագացրեք այդ գործերը, հիշում եք հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին, ես տեղյակ չեմ, լավ, մենք ամեն ինչ հասկանում ենք, չէ՞, չի կարելի այսպես վարվել։ Եվ Նիկոլ Փաշինյանի վստահության անկումը առաջինը կապված է սրա հետ, ոչ թե որտեղ նախկին իշխանությունները ունեն վստահություն։ Ինչ վերաբերում է Քարոզարշավին, շատ տգեղ կոմպրոմատներով հարուստ, ինչպես Հայաստանում միշտ ընդունված է, բայց հիմա ավելի շատ, ավելի բաց, մեկը մյուսի դեմ, Սերժ Սարգսյանը Քոչարյանի դեմ, տեխնացուները հակառակը, այսպես տգեղ, շատ տգեղ եւ ոչ ցիվիլ եմ գնահատում, ուրեմն բանտարկել տեխնացուի հարազատներին, այո, պետք է բանտարկել, եթե արել է որևէ հանցանք, բայց մեկ օր առաջ իմանալ դրա մասին, հետո բաց կթողնեն, ես վստահ եմ, նույնիսկ ոնց որ արդեն թողել են եւ կավարտեն, այսինքն Հայաստանի իշխանությունները օգտագործում են իրենց լծակները իշխանությունը պահելու համար, միևնույն ժամանակ որպեսզի դիմացը միշտ լինի այսպիսի ընդդիմություն, եւ որ ասում են դե հիմա այլ տեխնացուները կային, թող ընտրվեին, որոնք դեմ էին եւ ներկային եւ նախ եթե ամբողջ ես միշտ նշում եմ Քարոզարշավը հիմնված է կոմպրոմատների եւ սև սպիտակի վրա, ժողովուրդը կամ հիասթափվում է, չի մասնակցում, կամ էլ այս սև սպիտակով է ընտրության գնում։ Գյումրիում գիտեք ինչներ հետաքրքիր, որ երկրորդ ամենաշատ ձայներ հավաքած տեխնացուն Վարդան Ղուկասյանն է, նախկին քաղաքապետ, եւ նա հանդես էր գալիս Ռուսաստանի օգտին հայտարարություններով, ռուսական դրոշներ գովերքում, Ռուսաստանի փրկիչ լինելու այդ կերպարն էր Քարոզարշավի ընթացքում ներկայացնում, եւ սա է հանրային հակասական արձագանքի արժանացել, այսինքն վերլուծական փորձագիտական դաշտում ամեն դեպքում չէին սպասում գյումրեցիներից, որ կարող են Ռուսաստանին գովերքող ուժին օգտին ձայն։ Ես Գյումրիում եղել եմ, ճիշտ ասած, եւ երևի այդտեղ ներկայությունը ռուսական իր ազդեցությունը ունի։ Դա օրինակ չէր, բազայի մասն է խոսքը, որ Եդինա Ռոսիան էլ, չէ, այդպեսի աջակցություն հայտնեց, երբևիցե չի եղել, որ համայնքային ընտրություններում Եդինա Ռոսիան որևէ մեկին աջակցություն հայտնի։ Ես չեմ ուզում շատ ներողություն մանրանալ, արդյոք այդտեղ չեն օգտագործվել ֆինանսական լծակներ, դա արդեն իշխանությունները պետք է պարզեն։ Այո, մարմոտ իրենք խոսում էին, չէ, որ 5000 դրամ եք բաժանում, դա մեր գործը չի, դա իրավապահ մարմինների գործն է, եթե կա, թող ապացուցեն։ Այն որ գյումրեցիները ես էլ եմ նկատել, որ դեռ գտնվում են ռուսական ազդեցության եւ քարոզչության ներքո, դա մայրաքաղաքը չի, որտեղ հետևում են ավելի շատ անկախ լրատվականներին, այնտեղ այդ քարոզչությունը կա։ Իհարկե ես չեմ մեղադրում իրենց դրա մեջ, քարոզչության ազդեցության տակ են դեռ իրենք գտնվում։ Մյուս կողմից գիտեք, ԿՊ-ն էլ չի կարողացել ապացուցել, թե ինչու պիտի Ռուսաստանի տեխնացուին չընտրեն։ Իրենք էլ չեն ասում մենք ռուսների դեմ ենք, չէ։ Իրական քաղաքագետներ, որոնք մենք գիտենք, որ իշխանությանն են սպասարկում եւ քննադատում են Ռուսաստանին, բայց ինքը ԿՊ-ն միշտ կոնստրուկտիվ է իրեն դրսևորում, ոչ մի տեղ էլ չի գնում, ոչ մի Եվրոպա էլ չի գնում, ԵՏՄ-ից էլ դուրս չի գալիս, հապկից էլ դուրս չի գալիս։ Չնայած այդ անպագորգոր հայտարարություններին, այնպես որ այստեղ հարց է ռուսական ազդեցության տակ են գտնվում, թե Հայաստանում չկա այդպիսի ուժ,
որը հստակ ասում է, որ այլընտրանքը պիտի լինի, օրինակ արևմուտքը բացի իհարկե Եվրոդաշնքից, խոսքը այստեղ ՔՊ-ի եւ ուրեմն նախկին իշխանությունների թեկնածու։ Եթե այս թեման ամփոփենք, կարող ենք արձանագրել, որ ամեն դեպքում իշխանության այդ խոսույթը թալանացներ, գողեր, չգիտեմ, հանցագործներ, դա չաշխատեց որպես ընտրական գործիք հանրության քվեն ստանալու համար։ Եվ սա ինչ գործելավոճի կարող է բերել 2026-ին ընթരാճ։ Ես կարծում հակառակ էֆեկտն է ունենալու։ Սա նյարդայնացնում է ժողովրդին։ Գիտեք, ոչ մեկ հիմար չի, ներողություն։ Մենք էլ հիմար չենք։ Օրինակ, շատ հաճախ ինձ ասում են, պաշտպանում ես այս իշխանություններին, ոմանք ասում են հակառակը, բայց ես քննադատում եմ այն, որ այս իշխանությունները չեն կատարում ես գլխավոր խոստումը, չեն մաքրում քաղաքական դաշտը այն տարերից, որոնց մեղադրում էին ընտրությունները կեղծելու եւ ընտրակաշարք բաժանելու մեջ, էլի հարմար իրար հետ ձեռքի կգնան։ Եվ ժողովուրդը նյարդայնանում է դրանից։ Ու արդեն հակառակ էֆեկտն է, այսինքն դուք մեզ հիմարեցնում եք, բոլորս գիտենք դուք ինչով եք զբաղված, սուպերմարկետներ եք գնում, ոսկու առևտրով եք զբաղված, սա փոքր երկիր է։ Եվ բոլորս գիտենք դուք նախկին իշխանությունների ворթիների հետ ղեկավարներ ինչ տենդերներ եք շահում, հյուրանոցներ եք բացում, պետք չի ժողովրդին հիմարեցնել։ Եվ ես կարծում եմ, որ 26 թվականին Հայաստանը շատ լուրջ խնդրի առջև է կանգնել, որովհետև մի կողմ որ Նիկոլ Փաշինյանին ես ինքս չեմ համակրում նրա գործունեությունը, բայց եթե նախկին եւ ներկայի միջև պայքարն է եւ իշխանափոխություն լինի, չեն գարու նախկին իշխանությունը ժողովրդանց չի ընդունելու, երկիրը մասնատվելու է։ Պատկերացեք, ով է լինելու։ Տարբեր խմբավորումներ են, Սերժ Սարգսյանը իր խմբավորումով, Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը, Փաշինյանը, Արևմուտքը, Ռուսաստանը մեր երկիրը կարող են վերածել Սիրիայի։ Դրա համար Հայաստանի իշխանությունների խնդիրն է գոնե սա տեսնելով անցնել աշխատանքի, չնայած թերավատ եմ ես։ Հիմա այլ թեմաների գալով Տիկին Դալաքյան երեկ Ադրբեջանը արտգործնախարարության մակարդակով հայտարարել է, որ անզիջում եւ վճռականորեն պահանջելու են սահմանադրության փոփոխություն Հայաստանի կողմից, որովհետեւ տարածքային պահանջներ կան, զուգահեռ կրակել են խնածախի ուղղությամբ եւ կան վնասված տներ, ապա տեղեկատվություն տարածել, որ հայկական ուժերն են իբր գնդակոծում։ Երկու հարց, նախ ինչ խնդիր է լուծում Բաքուն այս գործելավոճով, երկրորդ մենք տեսանք, չէ, որ աշխարհը այնուամենայնիվ ապակառուցողական դիրքում տեսնում է ավելի շատ Բաքվին։ Ամեն դեպքում հայտարարություններն այդպիսին էին այն 6 օրերի ընթացքում, երբ ինտենսիվ ապատեղեկատվություն էր տարածվում։ Ինչ է ստացվում, Ալիևը այդպես ամենակարող է, որ չի ազդվում ապակառուցողական Երևանից։ Ոչ, ապակառուցողական Երևանից չի ազդվում, որտեղ մինչ այսօր էլ շատ բանաձևեր են ընդունվել Ադրբեջանի դեմ, Ադրբեջանի ղեկավարին քննադատել են էթնիկ զտման համար, արևմուտքի շատ ղեկավարներ, այդ թվում Ֆրանսիայի, բայց նրանք խոսքերից չեն ազդվում։ Այստեղ սանկցիաներ են պետք եւ լուրջ միջոցներ։ Նույնիսկ եթե սանկցիա չլինի, Միացյալ Նահանգները զանգով էլ կարող է, եթե սպառնա լուրջ հետևանքներով, կարող է հասնել նրան, որ Ադրբեջանի ղեկավարը դառնա կոնստրուկտիվ։ Մենք տեսնում ենք, խոսենք, Պուտինն էլ է այդպես, չէ՞, նա խոսքերին լսում է խոսքերը, բայց ասում է դե ես այսպես եմ ճիշտ համարում։ Եթե չլինի իրական ճնշումներ Ադրբեջանի վրա, նրանք չեն գնա խաղաղության։ Դեռ այլ հարց է խաղաղության ստորագրելուց հետո կլինի խաղաղություն թե ոչ, հրադադարի ռեժիմը կպահպանվի թե ոչ, էլի տեսնում ենք Ուկրաինայում, չէ՞, այդպես շուկով հայտարարվեց եւ ոչինչ, ավելի սաստկացան ռազմական գործողությունները։ Այսինքն Ալիևը եւ իր տիպի ղեկավարները ավտոկրատ հասկանում են միայն ուժի լեզուն, ուժ չի նշանակում ռազմական պատերազմ սկսեն Ադրբեջանի դեմ, տնտեսությունը իր նկատմամբ պերսոնալ արդեն անձնական սանկցիաներ են։ Բայց սպասենք մենք այդ սանկցիաներին։ Դա արդեն մեզնից չի կախված, նայած թե արևմուտքը Ադրբեջանի վերաբերյալ ինչ որոշում ունի, ասոք Իրանին որոշել են հարված են թե ոչ, եթե հարված են, այստեղ Հայաստանից չեն հարվածելու, իմ կարծիքով Ադրբեջանը կարող է պալացդարմ դառնալ, կարող է չդառնալ, նայած Տրամպը Պուտինի հետ ինչ հարաբերություններ կհաստատի, եթե ամեն ինչ գնա հակառակ ձևով եւ կոնֆլիկտ սկսի, այստեղ Ալիևը որպես Պուտինի արբանյակ բոլորն էլ գիտակցում են, որ Ռուսաստանը այսօր հարավային Կովկասում դաշնակից ունի ոչ հանձինս Հայաստանի, արդեն կգնան Ալիևի ճնշման, դա կախված է միջազգային խճանկարից։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Հիմա Թրամփը խնդիրներ է խոստացել եւ Զելենսկուն, եթե դուրս գա այդ մետաղների գործարքից եւ Պուտինին, եթե գործարքի չգնա եւ այդ Ուկրաինայի շուրջ համաձայնության չգան։ Ինչ է ստացվում, Թրամփը չի կարողանում իր այդ ազդեցությունը օգտագործել, իսկապես բերել խաղաղություն երկու երկրների մասով եւ նաեւ Իսրայելի եւ Իրանի հետ կապված Թրամփի այդ վարքագիծը։ Մենք գիտենք, որ Իրանից պատասխանեցին նամակով, ամեն դեպքում բովանդակային շատ բան հայտնի չէ, միայն գիտենք, որ հրաժարվում են սպառնալիքների ներքո ուղիղ բանակցություններից։ Ենթադրելի է ինչ է լինելու։ Ռուս-ուկրաինականից սկզբում խոսենք, այստեղ ակնհայտ է մի բան, Վլադիմիր Պուտինին նա իրեն հավասար չի համարում, ինչքան էլ այստեղ խոսում էին, որ իրենք երկուսով կկիսեն աշխարհը, տեսեք նրա հռետորաբանությունը, Զելենսկուն կպատժեմ կամ Պուտինին, դա հավասարի խոսակցություն է, կամ MBC-ին, որ ասաց ես զայրացած եմ Պուտինի վրա, նա գիտի ինչպես վարվել, ես այստեղ հավասարություն չեմ տեսնում, այլ երկրի ղեկավարին կներեք են, որ մանկապարտեզում մատ են թափ տալի, ասում են քեզ խելոք բայ, թե չգիտես, սանկցիաներ կկիրառեմ, այստեղ որն է հավասարություն, այսինքն այդ միֆը չկա, եւ Վլադիմիր Պուտինը դա շատ լավ գիտակցում է, երբ որ ուրեմն ծովային այդպես գնաց Կուրսկ կարծեմ, նրանց հետ հանդիպման զինվորականներ ինչ ասեց, մի սպասեք, որ մոբիլիզացիան կչեղարկվի կամ հետ կվերադառնան, ռոտացիալ չի լինելու զինվորականներին, նա գիտակցում է, որ պատերազմը չի ավարտվի, եթե իհարկե ավելի չսաստկանա։ Ինչ վերաբերում է Տրամփին, նա հուսով էր, որ բառերով, որ ասի ես լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, կարող է հրադադարի հասնել, որը իրեն շատ պետք է։ Նա գիտի, որ խաղաղության չի հասնելու, սա այնպիսի կոնֆլիկտ է, սա տասնամյակներ է տևելու, արդեն թշնամություն կա երկու պետությունների մեջ, տարածքների հարցը մի օրում չի լուծվում։ Հրադադար կարող է լինել, բայց նա դրան էլ չհասավ, որովհետև ինչպես մենք կրկնեցինք, այսպիսի ղեկավարները ավտոկրատ, խոսքը Ռուսաստանի ղեկավարի մասին է, չեն ընկալում խոսքի եւ միջազգային իրավունքի լեզուն։ Հիմա տեսնենք կիրառես սանկցիաներ, ես չեմ կարող ասել, ես վստահ չեմ, կարող է Տրամփը հոգնի էս ամեն ինչից, որ ասած եթե չլինի, մենք դուրս ենք գալու։ Հիմա էլ մերձավոր արևելք շեղվի, կամ իր ներքին խնդիրներն են, այդտեղ լուրջ խնդիրներ կան, մոտակա 1 տարում ընտրություններ են, 1 տարուց հետո արդեն ռեյտինգի անկում ունի ինքը, այսինքն կարող է երկու տարբերակ հոգնել էս իրավիճակից դուրս գալ, ռուս-ուկրաինական պատերազմից, այդտեղ արդեն այլ ակտորներ կհայտնվեն, Չինաստանի հետ փորձի պայմանավորել արդեն Ռուսաստանի հաշվին, կամ էլ իրոք սանկցիաներ կկիրառի եւ ավելի կզինի Զելենսկուն Ուկրաինան, ինչպես 16 թվականին արեց, դեռ ոչինչ պարզ չի, բայց այն որ Տրամփը Պուտինին հավասար չի համարում եւ հաստատ նրա հետ չի կիսելու աշխարհը այդպես չակերտավոր, դա վստահ եմ։ Ինչ վերաբերում է Իրանին, Իրանի հոգևոր ղեկավարությունը կոնստրուկտիվ չի։ Ես տարանջատում եմ Փեզեշկյանին եւ արդեն այնտեղ այդ ձայները կան, որոնք կողմնակից են միջուկային գործարքի վերականգնմանը եւ Այաթոլլային, որը ասում է մենք բանակցելու ոչինչ չունենք։ Մենք գիտենք, որ գերական իշխանությունը ավելի շատ պրոռուսական է, դրա համար շնորհավորեցին առաջինը, չէ, Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղը գրավելու հետ կապված եւ մեզ ներքաշեցին 3+3 հարթակ։ Սա պահպանողականների Ռայիսի թևն է։ Հիմա ռեֆորմիստները խորհրդանում ասում են իրար մեջ է այդ ուրեմն կոնֆլիկտը, որ ասում դա դեմոկրատական երկիր չի, որ պարզ երևա, բայց նախարարներին հանելով օրինակ Զարիֆին հասկանում են որպես խորհրդական, որ կա ճյուղ, որը կողմնակից է կոնստրուկտիվ հարաբերությունների, հատկապես եթե տեսնում են, որ Ռուսաստանը ինքը կարող է դավաճանել, այսպես ասենք, Իրանին եւ իրենց հաշվին գնալ պայմանավորվածության։ Հայաստանի հետ կապված իրենք այդ փորձը տեսել են։ Այսինքն կախված է արդեն ներքին վերադասավորումներից, հնարավոր է այնտեղ ուժեր լինեն, որոնք փորձեն հոգեվոր իշխանությունը տապալել։ Ես դա չեմ կասկածում։ Հակառակ պարագայում, եթե ԱՄՆ-ն թողնի, որ Իսրայելը հարվածի Իրանին, Իրանը այսօր այն Իրանը չի, որ ուներ Հեզբոլլա, հուսիտներ եւ Համաս։ Նրանք պրոքսի գործիքները շատ թույլատրել են, հուսիտներին էլ հարվածում են, չէ՞։ Այսինքն Իրանի ներսում կարող են լուրջ խնդիրներ լինել։ Ամեն ինչ կախված է Իրանի հոգևոր վերնախավի եւ աշխարհիկ վերնախավի դիրքորոշումից։ Բայց Տրամփը Իրանի հետ կապված ավելի հստակ դիրքորոշում ունի։ Նա Ուկրաինայում խաղում է Պուտինի հետ Չինաստանի հաշվին, բայց Իրանում խաղալու խնդիր չունի։ Ունի դաշնակից Իսրայել եւ ինքը պատմականորեն դեմ է Իրանի գործունեությանը, հատկապես միջուկային ոլորտում։ Այնպես որ այստեղ մենք ավելի լուրջ
գործողություններ կարող ենք տեսնել։ Հիմա վերադառնալով այս համատեքստում Բաքվի քաղաքականությանը, արդյոք կգնա էսկալացիայի Բաքուն, թե ամեն դեպքում այն 2 ամիսը, որ տրված է Թեհրանին, այդ 2 ամսում սպասելու է տեսնի ինչպես կզարգանան իրադարձությունները եւ Հայաստանը ինչ պետք է անի այս 2 ամիսների ընթացքում։ Բաքուն նայելու է ռուսական իրավիճակին Ուկրաինայում, եթե Ռուսաստանին հաջողվի Ուկրաինայում սառեցնել գոնե վիճակը եւ թեքվել հարավային Կովկաս, իրենք երկուսով Սյունիքում կգնան էսկալացիայի, դա լայնածավալ պատերազմ չի լինի, հիմա այդ իրավիճակը չի աշխարհում, բայց կոնկրետ տարածքի չնշենք հանդեպ, իրենք երկուսը ունեն հավակնություն։ Եթե չկարողանա Պուտինը ինչ որ արդյունքների հասնել, չեմ կարծում այդպեսի բան լինի, եթե իհարկե ԱՄՆ-ն Ադրբեջանին չնայի որպես Իրանի վրա հարձակման պլացդարմ, բայց գիտեք Իսրայելը օթով էլ կարող է Իրանին հարվածել, այնպես չի որ Ադրբեջանի դերը այդտեղ տենց անհերքելի է, հետո ինքը Ադրբեջանն էլ է վախենում, որովհետև Ադրբեջանում փոքրամասնություններ կան Իրանին, ուրեմն համակրող, չես կարող ասել, այդ հարվածներից հետո Ադրբեջանի հետ արդեն ինչ կլինի։ Հայաստանի խնդիրը որն է, ուշադիր նախ հետևել իրադարձություններին աշխարհում, անընդհատ փոխել, ճկուն լինել մեր գործողությունները, որովհետև աշխարհը ամեն օր փոխվում է։ Մի օր կարող է զարթենք, տեսնենք պայմանավորվել են, մի օր տեսնենք պատերազմը թեժացել է, բայց Հայաստանի դիվանագիտությունը պետք է տակ պահի ԱՄՆ ուշադրությունը հարավային Կովկասում, որովհետև մեկ պահ եթե շեղվեց, ինչպես 20 թվականին Թրամփը, կարող է Ադրբեջանը գնալ ինչ որ արկածախնդրության։ Անընդհատ պետք է թմբկահարենք, որ մենք պատրաստ ենք խաղաղության, իհարկե ոչ զիջումների հաշվին բոլոր։ Հիմա երկու կետերը համաձայնեցնելը դա զիջում է թե ոչ։ Ես մի տեսակետ եմ նշել, որ հուսով եմ Հայաստանի ղեկավարը գիտակցելով, որ Ալիևը չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը, փորձում է ցույց տալ, որ առավել քան կոնստրուկտիվ ենք, նույնիսկ այդ երկու կետերը, որ մեզ համար լուրջ խնդիր են, մենք համաձայնվել ենք։ Հատկապես որ Պարույր Հովհաննիսյանը նշեց, ԱԳՆ փոխնախարարը, որ Եվրոդիտորդների հարցը դեռ քննարկվելու է դրանից հետո, չասես դուրս են գալու, ասես մանդատի խնդիր է լինելու, կարող է սահմանից մի փոքր հետ բերենք։ Սա ինձ թույլ է տալիս կարծել եւ Ալիևի չստորագրելը, որ սա արևմուտքի հետ համաձայնեցված քաղաքականություն է եղել, եթե իհարկե այդպես է։ Համենայն դեպս մենք պետք է շարունակենք նշել, որ այլևս զիջելու ոչինչ չունենք։ Չի լինելու այդպես, որ անընդհատ մենք զիջենք, Ադրբեջանը ոչ, պետք է ցույց տանք արևմուտքին, որ կոնստրուկտիվը մենք ենք։ Ադրբեջանը անընդհատ մեզ մեղադրում է հրադադարը խախտելու մեջ, որևէ ապացույց չկա։ Այստեղ շատ եմ կարևորում ԱՄՆ-ից սահմանային խմբի, որ այդպես էլ չի գալիս գալը, որովհետև այսօր Եվրամիության եւ ԱՄՆ-ի հարաբերությունները կարծես սառեցվում են, հատկապես մաքսատուրքերից հետո ԱՄՆ-ն էլ պետք է այստեղ ներկա լինի, բազայի տեսքով չէ։ Հենց միայն դիտորդների Ադրբեջանը կարող է մատթափ տալ Եվրոպայի վրա, հատկապես գազ մատակարարելով, ԱՄՆ-ին նա չի կարող հակադրվել բարձրացնել։ Իսկ Թուրքիայի դերի հետ կապված ինչ կարող եք ասել։ Մեր տարածաշրջանում մեր խնդիրների կարգավորման առումով եւ մենք տեսանք, որ այդ անցակետի ժամանակավոր բացումը ինչ դժգոհություն առաջացրեց Ադրբեջանում, որ ապատեղեկատվություն տարածեցին անգամ Թուրքիայի մասով եւ Թուրքիայից ստիպած եղան հերքել։ Նախ Թուրքիան այսօր լուրջ ներքաղաքական խնդիրներ ունի, Էրդողանը ինքն է ստեղծել իդեպ այդ խնդիրները իր համար ժամանակից շուտ, 3 տարուց շուտ եւ չես կարող ասել ինչպես կավարտվի, ունենալ կոնստրուկտիվ Թուրքիա, հանձինս քեմալական իշխանության, որոնք դեմ կուսակցության հետ են համագործակցում պրոքրդական, ովքեր ճանաչել են ցեղասպանությունը հայոց, սա այլ Թուրքիա է, ունենալ Էրդողանի Թուրքիա, որը Պուտինի հետ խաղեր է խաղում եւ մահմեդականների հայրն է եւ իսլամիստ եւ ծայրահեղականների հետ կոալիցիայում, սա այլ Թուրքիա է։ Այսինքն մենք դե տարանջատ ենք։ Այն որ Էրդողանը չի ցանկանում գնալ մեզ այդ հարաբերությունների կարգավորման ուղղակի պատճառ է բռնում հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, բոլորս էլ հասկանում ենք։ Նա արևմուտքի կողմից ճնշումների է ենթարկում սահմանը բացելու համար, գցում է կներեք Ալիևի վրա, այստեղ իրենք խաղում են, այնպես չի որ Թուրքիան ուզում է բացել, չի կարողանում։ Սա այլ Թուրքիա կլինի, եթե Էրդողանը չլինի, մենք չենք կարող ասել ինչ զարգացումներ կլինեն, բայց որ Թուրքիան ուզում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը իր ազդեցության տակ լինեն, ոչ թե Ռուսաստանը, այստեղ իրենք էլ ունեն կոնֆլիկտ եւ Թուրքիան ձեռնտու չի որ Ռուսաստանը վերահսկի այսպես կոչված միջանցքը, որովհետեւ նրանք ուզում են ազատվել ռուսական ազդեցությունից։ Այսինքն Թուրքիայի համար կարմիր գիծ չէ, որ պետք է Ռուսաստանը վերահսկի, միևնույն ժամանակ նրանք չեն ցանկանում կարգավորել մեզ այդ հարաբերություններ եւ իրենք բարձրաձայն երբեք չեն կոչ անի Ադրբեջանին հակառակվել ԱՄՆ-ին, հակառակը ԱՄՆ-ն Թուրքիայի միջոցով է Ադրբեջանին իմ կարծիքով ճնշում, որ նա լինի կոնստրուկտիվ, որովհետեւ ԱՄՆ-ին պետք է խաղաղ հարավային Կովկաս առանց
ռուսական բազաների եւ ռուսական ազդեցության։ Տիկին Դալաքյան, ամփոփենք արցախցիների ակցիայով, որը տեղի ունեցավ Ազատության հրապարակում, սոցիալական եւ խնդիրներ բարձրաձայնեցին եւ քաղաքական խնդիրներ, մասնավորապես Մինսկի խմբի լուծարմանը դեմ են։ Ինչ վերլուծություն ունեք այդ հանրահավաքի հնչեցրած պահանջների հետ կապված, գիտեք, մեկնաբանությունները շատ տարբեր են։ Ես տեսնում եմ, որ փորձում են արցախցիների հանդեպ այդ ատելությունը, բացասական վերաբերմունքը գեներացնել, ցավոք։ Ովքեր։ Հայաստանի իշխանության հարող ուրեմն ԶԼՄ-ները, այդ սև սպիտակի արանքն է, բայց սա մեզ ձեռնտու չի, ինչու, որովհետև արցախցիները օդ չեն ցնդում, շատ ներողություն, իրենք այստեղ ունեն ներկայություն։ Եվ դա միայն փախստականներին չի վերաբերում, տարիներ շարունակ բազմաթիվ արցախցիներ են, տասնյակ հազարավոր տեղափոխվել Հայաստան, այսինքն եթե դուք ժողովրդի ինչ որ մի զգալի հատվածի թշնամացնում եք ձեզ, դա ձեզ ձեռնտու չի, հատկապես փոքր երկրում, որովհետև գոնե 20,000 մարդ հավաքել է հրապարակում, կարող է երկրում լուրջ ուրեմն իրավիճակը սրել, ճանապարհներ փակեն, գիտեք։ Ես միշտ ասել եմ, որ 1000 հոգով էլ կարելի է երկրում ապակայունացնել իրավիճակը, արաբական գարունը մի քանի հազար հոգի իրականացրեց։ Այնպես որ դա սխալ եմ համարում, բայց այն, որ արցախցիները պիտի իրենց օրինական ներկայացուցիչներին արդեն բողոքեն, թե դուք ինչով եք զբաղված, բացի Քոչարյանի ռուպորը լինելուց, շատ նեղություն խոսափողը նախկին ներկա պայքարում, դուք ինչ եք անում, մեր շահերը պաշտպանելու նպատակով։ Եթե ոչինչ չեք անում կամ չեք կարողանում, հրաժարվեք, ասեք մենք էլ չենք ներկայացնում Արցախի ժողովրդին։ Ինքնորոշման իրավունքի կրողը այդ ժողովուրդն է։ Հայաստանը ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս, թե ոչ, ինքնորոշման իրավունքը տարածքից է ինքնորոշվում։ Ճանաչելը ավելի լավ ճակերտավոր, դուք կարող եք ինքնորոշվեք, բայց ես չեմ լսում Արցախի վերնախավի կողմից հստակ քարտեզ ճանապարհային, թե ինչպես դա կարելի է իրականացնել։ Կարող է երրորդ երկրների հետ փորձել խոսել, Ռուսաստանի մասին չի խոսքը։ Ցավալիոն իրենք հենց Ռուսաստանին միայն տեսնում։ Եթե գնահատական տային ինչ եղավ 20 թվականին, 23 թվականին, ես կասեի եկեք մենք էլ աջակցենք, բայց եթե դուք էլի պիտի ասեք Ռուսաստանը մեղավոր չի, Փաշինյանն էր մեղավոր, որին ես էլ եմ քննադատում, սա կներեք արդեն լուրջ չի։ Եվ եթե թույլ կտաք վերադառնամ Գյումրիի հետ կապված, հիմա բոլորս խոսում ենք այս պահի դրությամբ, որ սպասենք միանում են ընդդիմության տեխնացուները, թե ոչ։ Այստեղ մի տարօրինակ բան է տեղի ունենում։ Եթե իրենք միավորվեն, ժողովուրդը դա չի հասկանա, ինչու, որովհետև բառացիորեն քարոզարշավի ընթացքում 2-3 օր առաջ Վարդան Ղուկասյանը մեղադրում է Հայաստանի երրորդ նախագահին իրեն սպանելու, իր բառերն են, փորձի մեջ։ Մի այլ հարց է, թե իրավաբան մարմինը դա հաղորդում է հանցագործության մասին, ինչի չեն ընդհանրապես դրա հետևից գնում։ Հետո ասում է 18 թվականին Նիկոլ Փաշինյանը բերել է Սերժ Սարգսյանը։ Հիմա այդքանից հետո եթե նա պիտի միանա Սերժ Սարգսյանի տեխնացուին, արդեն այն ձայները, որ ստացել է, այդ ժողովուրդը կասի, բա ո՞նց ես միանում, կարող է մենք հակառակ Սերժ Սարգսյանի էինք քեզ այդ ձայնը տվել։ Այսինքն որ միավորվեն, դա ավելի լուրջ խնդիրներ է առաջացնելու, կապ չունի քաղաքապետը ով կլինի։ Հատկապես Սերժ Սարգսյան-Քոչարյան թիմերի գզվռտոցի ֆոնին դա ճիշտ չի ընկալվի։ Մեղադրել Սերժ Սարգսյանին Փաշինյանի իշխանության բերելու մեջ եւ գնալ միանալ Սերժ Սարգսյանի տեխնացուին։ Եվ ամենակարևորը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ քաղաքապետ ընտրվելուց հետո, ինչպես Մամիկոն Ասլանյանի հետ եղավ, ով ասաց, որ հոդվածներ չի գտնի Վարդան Ղուկասյանի վրա։ Մարտուկիկյանը ասաց, չէ, ամենախոցելին նա է, Գյումրիում ունի բիզնեսներ, այնպես որ նույնիսկ եթե Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, այսպես շոուն դեռ նոր է սկսվում։